Իրանը խաղաղության նոր առաջարկ է փոխանցել ամերիկյան կողմին։ Պակիստանցի միջնորդների միջոցով հաղորդում են Իրնան եւ Ալ Ջազիրան, հղումաներով դիվանագիտական աղբյուրներին։ Առաջարկի մանրամասները չեն հրապարակվում, սակայն նշվում է, որ նախորդ տարբերակը, որը նախատեսում էր շարունակել բանակցությունները եւ միջուկային հարցը հետաձգել, ամերիկյան կողմը մերժել է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ չէ Իրանի վերջին առաջարկներից, ընդգծելով, որ Թեհրանի ղեկավարությունը բաժանված է եւ ներկայացնում է անընդունելի պահանջներ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է դիվանագիտական գործընթացի, եթե Վաշինգտոնը փոխի իր մոտեցումը եւ հրաժարվի ճնշումներից։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը շարունակում են լիարժեք պատրաստվածություն պահել երկրի անվտանգությունը պաշտպանելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բարձրացնում է Եվրամիությունից ներկրվող ավտոմեքենաների եւ բեռնատարների մաքսատուրքերը, հասցնելով 25%-ի։ Նրա խոսքով այս քայլը պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունը չի պահպանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնքած առևտրային համաձայնագրի պայմանները։ Թրամփը նշել է, որ նոր մաքսատուրքերը կգործեն արդեն հաջորդ շաբաթ, սակայն չի հստակեցրել, թե ԵՄ-ի կողմից կոնկրետ որ կետերն են խախտվել։ Հիշեցնենք, որ նախկին համաձայնությամբ ԵՄ-ն համաձայնել էր վերացնել ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը, մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները սահմանել էր մոտ 15% մաքսատուրք եվրոպական ապրանքների մեծ մասի համար։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը երկրորդ շաբաթվա ընթացքում արդեն 4-րդ անգամ հարձակվել են Туапսեի վրա։ Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների շտաբի տվյալներով հարձակման հետևանքով ծովում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 128 մարդ եւ 41 միավոր տեխնիկա, այդ թվում այն ուժեր։ Սա ապրիլի կեսից ի վեր Туапսեի նավթային ենթակառուցվածքների հերթական թիրախավորումն է։ Նախորդ հարվածները նաեւ Սև ծովում բնապահպանական խնդիրներ էին առաջացրել։ CNN-ի հետաքննության համաձայն Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հակամարտության ընթացքում հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին։ Հեռուստաընկերության տվյալներով վնասներ են արձանագրվել առնվազն 16 օբյեկտներում, 8 երկրներում, ինչը կազմում է տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական ենթակառուցվածքների զգալի մասը։ Նշվում է նաև, որ որոշ բազաներ դարձել են գրեթե անպիտան հետագա օգտագործման համար։ Աթենքում Բուլղարիայի, Հունաստանի եւ Թուրքիայի ներքին գործերի նախարարները քննարկել են սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Բուլղարիայի ներքին գործերի նախարար Էմիլ Դևիչի խոսքով հանդիպման օրակարգում եղել են անօրինական միգրացիան, թմրանյութերի եւ զենքի մաքսանենգությունը, նաեւ այդ ցանցերի հնարավոր կապերը ահաբեկչական խմբերի հետ։ Հունաստանն աջակցել է ուժեր ուղարկելով Բուլղարիա-Թուրքիա սահման, իսկ Բուլղարիան իր հերթին նավ է տրամադրել սահմանային հսկողության համար։ Կողմերը Թուրքիայի հետ հարաբերությունները գնահատել են բարձր մակարդակի եւ պայմանավորվել շարունակել մասնագիտական գործակցությունը։ Թուրքիայում մայիսի 1-ին անցկացված բողոքի ակցիաներն ուղեկցվել են բախումներով եւ ձերբակալություններով։ Ցուցարարները կառավարությանը ներկայացրել են սոցիալական, աշխատանքային եւ քաղաքական պահանջներ, հանդես գալով նաեւ արևմտյան կապիտալի ազդեցության դեմ։ Ամենալուրջ բախումները գրանցվել են Ստամբուլում, որտեղ ոստիկանությունը փորձել է կանխել ցուցարարների մուտքը Թաքսիմ հրապարակ։ Տեղական աղբյուրների տվյալներով ձերբակալվել է շուրջ 550 մարդ։